Ոսկի հեղուկ, կոլոստրում եւ առաջին կրծքով կերակրումները։ Հնարավոր է դուք զարմանաք, բայց լակտացիան սկսվում է դեռ հղիության ընթացքում։ Կրծքագեղձերը մեծանում են եւ հորմոնների ազդեցությամբ երրորդ եռամսյակում սկսում է ձևավորվել առաջին կաթը, որը կոչվում է կոլոստրում։ Որոշ ապագա մայրեր նույնիսկ կարող են նկատել փոքրիկ արտազատություններ կրծքագեղձերից։ Ծննդաբերության պահին կոլոստրումը ավելի ակտիվորեն է արտազատվում կրծքից եւ երեխան կարող է այն ծծել կյանքի առաջին իսկ րոպեներից։ Կոլոստրումը արտադրվում է քիչ քանակությամբ, այն դեղնավուն է, խիտ եւ կպչուն եւ պարունակում է մեծ կոնցենտրացիայով իմունային մարմիններ ու երեխայի համար կարևորագույն այլ նյութեր։ Ահա թե ինչու են այն կոչում ոսկի հեղուկ։ Առաջին օրերին երեխային շատ ուտել պետք չէ, օրգանիզմը եւ ստամոքսը միայն պատրաստվում են սնունդը յուրացնելուն։ Նա կարող է շատ հաճախ կրծքին մոտենալ, քիչ-քիչ կոլոստրում ստանալ եւ հարմարվել նոր աշխարհին։ Օրինակ, առաջին օրը նորածնի ստամոքսը կարող է տեղավորել ընդամենը 5-ից 7 մլ, այդ պատճառով պետք չէ անհանգստանալ, որ նա սոված է, իսկ դուք կաթ չունեք։ Կաթը կա, եւ այն կա այն քանակով ու որակով, ինչ անհրաժեշտ է երեխային։ Մայրիկի համար այս օրերին կարևոր է մարզվել, նորածնին հաճախ կրծքին մոտեցնել, տարբեր դիրքեր փորձել, հանգստանալ, երբ երեխան քնում է եւ չանհանգստանալ, որ նրան սնունդը չի հերիքում։ Ավելին, պետք չէ ձգտել նրան կաթնախառնով տալ առանց բժշկի նշանակման։ Հիանալի է, եթե ձեր փոքրիկին կրծքին են մոտեցրել ծննդաբերությունից հետո առաջին 1 կամ 2 ժամվա ընթացքում։ Սա համարվում է ոսկե ստանդարտ եւ մեծացնում է հաջող կրծքով կերակրման հավանականությունը։ Բայց եթե ձեզ մոտ այդպես չի ստացվել, ոչինչ։ Երբ հնարավորություն լինի, սկսեք հնարավորինս հաճախ երեխային կրծքին մոտեցնել, դրեք նրան ձեր վրա, մաշկը մաշկին եւ ամեն ինչ անպայման կստացվի։